Բարև ձեզ Armen Press-ի հարգելի հետևորդներ։ Մեր ոդկասթի տաղավարում հյուրընկալել ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանին։ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող ոդկասթային շարքի շրջանակում նախարարի հետ կանրադառնանք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին։ Պարոն Խուդատյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն նախարար, ամենակննարկված նախագծերից է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագիրը։ Նախ երբ այն վերջնական ավարտին կհասցվի, այս տարի ինչ աշխատանքներ են նախատեսված եւ ինչ ֆինանսական միջոցներ այս ուղղությամբ։ Այս ընթացքում տարբեր հատվածներում տարբեր ծավալի աշխատանքներ են իրականացվել 2025 թվականի համար թերևս մեկնարկում են ամենամեծ ծավալով աշխատանքները, ես նկատի ունեմ առաջինը թունելների հետ կապված աշխատանքները, որոնցից Քաջարանի թունելի հետ կապված արդեն մրցույթային գործընթաց կա հայտարարված եւ Բարգուշատի թունելի հետ կապված առանձին բանակցություններ ենք վարում եվրոպական ընկերությունների հետ իրենց ներգրավելու շինարարական աշխատանքներում։ Իսկ այս տարի կոնկրետ ինչ գործնական աշխատանքներ կիրականացվեն, աշխատանքը քանի տոկոսով առաջ կգնա, այսպես ասած։ Տոկոս կդժվարանամ ասել, այն աշխատանքները, որոնք կմեկնարկեն այս տարվա ընթացքում, իրենք ընդհանուր առմամբ նախատեսված է ավարտել 2033 թվականի տարեվերջին, չնայած քննարկում ենք ավելի շուտ ավարտելու հնարավորությունը։ Կուզեմ անդրադառնալ, որ այս պահին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես նախատեսված է այս տարվա ընթացքում շահագործման հանձնել դեպի Գյումրի գնացող հատվածը, մեծ ծավալի աշխատանք իրականացվում հիմնականում նաև հարավային հատվածում, այստեղ իրանական կազմակերպության հետ համատեղ մենք թունելաշինության ծրագիր ենք իրականացնում, նաև ճանապարհներ են կառուցվում, կամուրջներ են կառուցվում, այս հատվածում արդեն մեկնարկել է 820 մետր երկարությամբ թունելի կառուցման աշխատանքները, որի փորման մասը գրեթե ավարտական փուլում է եւ դրան զուգահեռ նաև կամուրջների ճանապարհային այլ ենթակառուցվածքների վրա են գործընկերները աշխատանքներ իրականացնում եւ մեր տպավորությամբ տեմպը բավական լավն է եւ այդ հատվածում որոշակի հատվածներ կկարողանանք շահագործման հանձնել նաև ժամկետից շուտ։ Ընդհանուր առմամբ արդեն ասեցի, հիմնական աշխատանքը իրականացվում է հարավային հատվածում, թունելների հետ կապված աշխատանքները կմեկնարկեն եւ այնտեղ գուցե որոշակի նախագծային փոփոխություններ լինեն, որովհետեւ այս ծավալի աշխատանք, այս տեսակի աշխատանք խոսքը 8.2 կիլոմետր երկարությամբ եւ 7 կիլոմետր երկարությամբ թունելի մասին է։ Նախկինում մենք չենք ունեցել եւ հետեւաբար այդ կարողությունները չկան, դրանով պայմանավորված չենք բացառում որոշ նախագծային փոփոխություններ, բայց ընդհանուր իմ նշած հատվածի ավարտական աշխատանքները նախատեսել ենք ունենալ 2033 թվականի նոյեմբեր ամսին։ Իսկ ամբողջ ծրագրի ավարտի ժամկետ կարող եք նախանշել։ Չեմ ցանկանա ծրագրի ավարտի ժամկետ նախանշել, որովհետև մենք այնտեղ ունենք դեռևս հատվածներ, որոնցում նախագծման աշխատանքներ են իրականացվում եւ կախված նախագծերի բնույթից եւ նախագծերի ծավալից այստեղ որոշակի ժամկետի փոփոխություններ գուցե լինեն։ Պարոն Խուդատյան, կառավարությունը նախորդ տարեվերջին ստեղծեց Փակ բաժնետիրական ընկերություն, որը պետք է զբաղվի նոր ատոմակայանի մոդելի ուսումնասիրությամբ, հայտերի ուսումնասիրությամբ։ Գիտենք, որ առաջարկներ կան ռուսական, ամերիկյան կողմերից, նաեւ այլ երկրներից։ Եթե ոչ երկրների մասով, ապա գոնե մոդելի մասով կա հստակություն, նախապատվություն կտրվի փոքր մոդուլային տարբերակի, թե ավելի մեծ հզորությամբ տարբերակի, եւ նաեւ գիտենք, որ մեծամոլորի ատոմակայանի շահագործման ժամկետն ավարտվում է 2036 թվականին, մինչեւ այս ժամկետը կարողանանք կառուցել նոր ատոմակայանը։ Տեսեք, մենք այնտեղ հետեւյալ իրավիճակ ունենք, նախորդ տարվա տարեվերջին կառավարության որոշման Փակ բաժնետիրական ընկերություն է հիմնադրվել, որը պիտի զբաղվի ատոմակայանի մոդելի ընտրության հետ կապված խորհրդատվական ծառայություն մատուցելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը, հետո արդեն վերջնական մոդելի ընտրությունից հետո այդ ընկերությունը պետք է մնացած աշխատանքները իրագործի եւ ատոմակայանի պատրաստ լինելու հետ մեկտեղ ինքը շահագործման կհանձնի ՀԱԵԿ-ի հիմնական գործընկերներին եւ այդ ՓԲ-ի գործառույթները այս փուլում այդքանով կհամարվեն ավարտված։ Հիմա մենք այդ ՓԲ-ի մասով կադրային համալրումների փուլում ենք, առաջիկայում այնտեղ բազմաթիվ կադրեր համալրած կլինենք, որոնք էլ ինտենսիվորեն կզբաղվեն արդեն մոդելի ընտրության հետ կապված խորհրդատվական ուրեմն կարծիք տալով կառավարությանը, դրան զուգահեռ մենք մեծ ծավալի աշխատանք ենք իրականացնում ՀԱԵԿ-ի ժամկետի երկարացման մասով 2026 թվականին մենք այսպես ասած քննություն ունենք այդ մասով եւ դրան նախորդող գործողությունների պլան ունենք, որի կատարման ընթացքում ենք հիմա այդ ծրագրերը իրականացնում են,
որոշների մասով ժամկետի որոշակի խնդիրներ կան, բայց վստահ են գործընկերների հետ, որ դրանք չեն խոչընդոտելու մեզ 2026 թվականին ատոմակայանի գործողության ժամկետը երկարացնելու մասով։ Ինչ վերաբերվում է տարբեր երկրների առաջարկին, այո, բազմաթիվ առաջարկներ կան, բազմաթիվ առաջարկներ ենք դիտարկում։ Հիմա չեմ ուզի երկրները թվարկել, որովհետև այս պահին քանի վերջնական որոշում չունենք, զերծ կմնամ երկրները թվարկելուց, պետք է ասեմ, որ մենք ընտրելու ենք այնպիսի մոդել, որը տնտեսապես ձեռնտու լինի Հայաստանին եւ երկրորդ կարողանա աշխատել մեր գործող էներգահամակարգի պայմաններում, որոշակի սպეციფიկաներ կան այնտեղ։ Միջայլոց պիտի ասեմ, որ այդ մոդելները տարբեր են եւ գրեթե բոլորի դեպքում հնարավոր կլինի սինխրոն աշխատանք ապահովել։ Նախանշված ժամկետ կա, թե երբ պետք է գործնականում կառուցման աշխատանքները մեկնարկեն ատոմակայանի եւ կա արդյոք որոշված տեղանք դա որտեղ կլինի։ Այս պայն մեր վերջնական քննարկումների փուլում ենք այս հարցով։ Մեր մոտեցումը այն է, որ պետք է լինի այնտեղում, որտեղ գործող ատոմակայանն է, որովհետև այնտեղ բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ կան, որոնք կօգտագործվեն նոր ատոմակայանի աշխատանքի պարագայում։ Կառուցման աշխատանքների մասով այս պայն ժամկետ չեմ ասի, բայց կասեմ, որ ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ մոդելի ընտրության հարցը ամբողջականացած լինենք եւ դրանից հետո արդեն գործընկերները մեզ առաջարկ կանեն, ինչ տևողությամբ է լինելու շինարարական աշխատանքները։ Մեր անելիքը հետեւյալն է, այս ամբողջ ընթացքում կարողանալ պահել հայկի հիմնական բլոկների աշխատանքը, որպեսզի Հայաստանում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ չլինեն, ինչը մենք անում ենք հաջողությամբ այս պահին։ Իսկ էներգահամակարգին որպես այդպիսով, եթե անդրադառնամ, մենք այս պահին իրականում մեծ ծավալի աշխատանք ենք իրականացնում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, խոսքը վերաբերվում է եւ արևային կայանների եւ հողմակայանների հետ կապված, վստահ եմ տեղյակ եք, որ արևային կայանների հետ կապված կառավարությունը ֆինանսավորում է տնտեսվարողներին եւ բազմաթիվ բնակավայրերում 0% վարկավորման ծրագիր ենք իրականացնում, ինչի արդյունքում կտրուկ ավելացել են արևային կայանները։ Սա իհարկե մի կողմից դրական է եւ մեծ հաշվով դրական է, որովհետեւ իսկապես դիվերսիֆիկացիա կա, բայց նաեւ որոշ մասով բացասաբար է ազդում էներգահամակարգի գործող վիճակի վրա, ինչով է դա պայմանավորված։ Արևային էներգիան ինքը խիստ սեզոնային էներգիա է եւ օրվա խիստ ժամերին է այդ էներգիան հասնում իր մաքսիմումին, իսկ մենք օրվա ընթացք ունենք, որտեղ այդ մաքսիմումը իսկապես մեծ է եւ ինքը արևայինը սկսում է էներգահամակարգում բավական մեծ կշիռ զբաղեցնել եւ այդ ժամերին մենք ստիպված ենք լինում լիցքաթափել մեր այլ հզորություններ, մասնավորապես ջեկերը եւ ոչ միայն ջեկերը։ Այս ուղղությամբ աշխատում ենք կուտակիչ կայանների ֆինանսավորման հետ կապված հարցերի վրա եւ ասեմ, որ սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական այլ երկրների համար եւ ընդհանրապես այն երկրների, որոնք մեծ ծավալով սկսել են տեղ տալ արևային էներգիային։ Զուգահեռ ծրագիր ունենք նաև հողմակայանների հետ կապված, մենք Շիրակի մարզում ուսումնասիրություն ենք իրականացնում Ասիական զարգացման բանկի հետ եւ վերջնական արդյունք ունենալուց հետո այնտեղ ներդրումային ծրագիր որպես այդպեսին կառավարությունը կունենա եւ կառաջարկի տնտեսվարողներին անհրաժեշտ ներդրում կատարելու համար։ Պարոն Խուդատյան, նշեցիք ատոմակայանի ժամկետի երկարաձգման մասին շահագործման, այսինքն մտադրություն կա 2036 թվականից հետո եւս շահագործել ատոմակայանը։ Մենք նախ խնդիր ունենք մինչեւ 2036 թիվը շահագործել, որովհետեւ այնտեղ էլ գործողությունների որոշակի պլան կա, որի իրականացման դեպքում միայն կկարողանա ատոմակայանը աշխատել մինչև 2036 թվականը, խոսքը դրա մասին էր։ Եվ նաև թեև նշեցիք, որ կընտրեք այն տարբերակը, որը ավելի հարմար կլինի հայաստանյան շուկային, այսպես ասած, սակայն արդեն քանի որ կան առաջարկները, նախնական ինչ-որ մտադրություններ կան արդյոք։ Նախնական մտադրություններ չկան, մենք ուսումնասիրում ենք տարբեր առաջարկներ, բաց ենք նաև նոր առաջարկների համար եւ հույս ունենք տարվա վերջին կամբողջականացնենք արդեն մեր պատկերացումը նոր ատոմականի մոդելի ընտրության մասով։ Տարեսկզբին պետբյուջեից նախարարությանը հատկացում է որոշակի բյուջե, այդ գումարի որքան հատվածն եք քաղաքացիներին վերադարձնում տարբեր ծրագրերի միջոցով, նաև այս համատեքստում անդրադառնանք սուբվենցիոն ծրագրերին, թե նախորդ տարի, թե այս տարի, որքան գումար է հատկացվել սուբվենցիոն ծրագրերի համար, ինչ կարևոր աշխատանքներ են իրականացվել եւ նախատեսվում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեն բավական մեծ է, 290 միլիարդ դրամ է։ Պետք է շնորհակալություն հայտնեմ այս առումով
բարտաճանաչ հարկ վճարող քաղաքացիներին, որովհետև իրենց գեներացրած հարկերի միջոցով է հնարավոր իրականացնել այն աշխատանքները, որոնք ՏԿ-ն է իրականացնում է եւ ոչ միայն տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը, այլև գործընկեր այլ կառույցներ։ Պետք է ասեմ, որ այդ գումարից շուրջ 90 միլիարդ դրամ ուղղվել է համայնքների դոտացիաներին։ Մենք դոտացիաների մասով էական փոփոխություններ ունենք եւ համայնքներում դոտացիաների ծավալը էականորեն մեծացել է, ինչը հնարավորություն է տալիս նաեւ համայնքներին այդ միջոցները ուղղել սուբվենցիոնալ ծրագրեր իրականացնելու մասով։ Ծրագրերի բյուջեի հիմնական մասը 106 միլիարդ դրամ եւ ավել ուղղվել է ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը։ Մենք յուրաքանչյուր տարի պարտավորություն ունենք հիմնանորոգելու, նորոգելու, կառուցելու 500 կիլոմետր եւ ավել ճանապարհ, ինչը 2024 թվականին եւս պահվել է եւ եւս 210 կիլոմետր ճանապարհ հիմնանորոգվել է արդեն սուբվենցիոն ծրագրերի մասով, իսկ ընդհանուր առմամբ կառավարության համաֆինանսավորումը 2024 թվականին սուբվենցիոն ծրագրերի մասով գերազանցել է 31 միլիարդ դրամը։ Պարոն նախարար, կառավարությունը 2021-26 թվականներին նախատեսում է կառուցել 15 ջրամբար, անդրադառնանք մասնավորապես Կապսի եւ Վեդիի ջրամբարին։ Կապսի ջրամբարի կառուցման համատեքստում նախատեսում է նոր գյուղ կառուցել, խոսքը գյուղի տեղափոխման մասին է։ Նախատեսում է, որ 2026 թվականի գարնանը գյուղը պատրաստ կլինի, կհասցնեք նախշամկետներում եւ ընդհանուր ջրամբարների կառուցման առումով աշխատանքներն ինչ փուլում են։ Երկու ամբողջովին տարբեր իրավիճակներ ունենք, խոսքը վերաբերվում է Վեդիի եւ Կապսի ջրամբարաշինական ծրագրերին։ Պիտի ուրախությամբ ընդգծեմ, որ Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքները ավարտվել են եւ այնտեղ շինարարությունից ավարտից հետո արդեն ջրալցման աշխատանքներ են մեկնարկել։ Բավական ծավալ կա ջրի լցված, որը ոչ միայն տնտեսական նշանակություն ունի այս փուլում, այլ նաև ամրացնում է ջրամբարի կառուցվածքը եւ նաև փորձարկումների համար է հնարավորություն տալիս մեզ, այնպես որ այս ծրագիրը կարող ենք ասել, որ ինքը հաջողությամբ ընթացքի մեջ է եւ ավարտական փուլում է։ Ի տարբերություն Վեդիի ջրամբարի խնդիրներ կան Կապսի ջրամբարի շինարարական մասով, մենք այնտեղ գործընկերների հետ աշխատանքներ ենք իրականացնում, չենք բացառում նաև նախագծային որոշակի փոփոխություններ, պիտի ասեմ, որ շինարարության ծավալը եւ տեմպերը այս պահին մեզ համար ոգևորող չեն, առաջիկայում այս հարցով նախատեսել ենք քննարկում նաև մեր միջազգային գործընկերների հետ եւ վերջնական որոշում լինելուն պես կհասկանանք մեր անելիքները։ Նախանշված ժամկետների փոփոխություններ կլինեն, այսինքն վստահաբար արդեն նախանշված ժամկետներից բավական հետ է ընկել շինարարությունը, այնպես որ սահմանված ժամկետում չենք հասցնելու եւ հետեւաբար ժամկետների փոփոխություններ են լինելու կապված շինարարության տեմպերի եւ նախագծի ընթացիկ փոփոխությունների հետ։ Պարոն Խուդատյան, դուք նաև պարբերաբար այցեր եք կատարում մարզեր, հատկապես վերջին շրջանում հաճախ եք գնում Սյունիք, կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ խնդիրներ եք արձանագրում մարզերում, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ տանեք։ Նախ ասեմ, որ հանրապետության բոլոր մարզերում եմ հասցրել լինել նշանակումից հետո եւ ոչ մի անգամ այցերի հիմնական նպատակը տեղում հետևելն է շինարարական պրոցեսին, տեսնելու են նախագծերը, որոնք ավարտված են, նախանշելու առաջիկա անելիքները։ Այս առումով հաճախ Սյունիք այցերը պայմանավորված են նրանով, որ մենք այս պահին հյուսիս-հարավի հիմնական կտորը իրականացնում ենք Սյունիքի մարզում եւ այնտեղ շատ հաճախ կարիք է լինում տեղում շինհրապարակներում հետևել աշխատանքներին, նախագծային լուծումներ քննարկել, տեղում գործընկերների հետ որոշումներ կայացնել, իսկ ընդհանուր առմամբ պիտի ասեմ, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակառուցվածքային ամբողջ բլոկն է մարզերում եւ դա մեր բնականon աշխատանքի մի մասն է մարզեր այցելությունը։ Նաև տեղում հետևում ենք պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող աշխատանքներին, այլ աշխատանքներին, այնպես որ այս այցերը հիմնականում շինարարական աշխատանքներին հետևելու կամ տեղական կառավարում, տարածքային կառավարում իրականացնելու համար են կազմակերպվում։ Անդրադառնանք նաև ավիացիայի ոլորտին։ Հայաստանը Եվրամիության սև ցուցակից դուրս գալու հայտը ուղարկել է։ Արդյոք պատասխան ստացվել է ICAO-ից եւ երբ են նրանք նախատեսում կրկին աուդիտ իրականացնել Հայաստանում եւ երբ կարող է Հայաստանը արդեն գործնականում դուրս գալ այդ սև ցուցակից։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այլ մեր գործընկեր կառույցների հետ մեծ ծավալի աշխատանքի արել թերությունները շտկելու ուղղությամբ եւ արդեն 2024 թվականի տարեվերջին մենք հայտ ենք ուղարկել, որով նշել ենք, որ
կազմակերպության կողմից նախանշված թերությունները ամբողջ ծավալով վերացված են։ Այս պայն ունենք պայմանավորվածություն 2025 թվականի ամռան ամիսներին մենք հույս ունենք, որ գործընկերները կգան եւ տեղում կուսումնասիրեն թերությունների վերացման ընթացքը եւ հույս ունենք, որ հնարավորինս արագ ժամկետում կկարողանանք ավիացիայի համար իսկապես խոչընդոտ հանդիսացող սև ցուցակ ասվածը հաղթահարել։ Սովորաբար պրակտիկան ինչ է ցույց տալիս, ստուգումներից կարճ ժամանակ հետո կարող է դա արդեն գործնականում իրագործվել, սև ցուցակից դուրս գալը, թե ավելի երկար ժամանակահատված է պահանջում։ Հույս ունենք, որ հնարավորինս կարճ ժամանակ կլինի, որովհետև գործընկերներն էլ տեղեկացված են, որ նախ թերությունները ամբողջ ծավալով ենք մենք վերասել եւ նաեւ այս հարցը խիստ կարեւոր է մեզ եւ մեր երկրի ավիափոխադրումների համար։ Պարոն Խուդատյան, անդրադառնանք նաև մարզային տրանսպորտային խնդրին։ Կա այս խնդիրը որոշ մարզերի դեպքում, երբ մրցույթ է հայտարարվում, մի ընկերություն շահում է մրցույթը, սակայն մյուսը դատական գործընթաց է սկսում եւ, այսպես ասած, նախորդ ընկերությունը շարունակում է շահագործում անել, քաղաքացիները հաճախ խնդիրների են բախվում, ոչ բարվոք պայմաններով են երթևեկում, ինչ կարելի է իրականացնում նախարարությունը այս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Դուք անդրադարձաք մեր նախարարության թերևս ամենացավոտ ոլորտներից մեկին, ինչի ուղղությամբ մենք իհարկե մեծ ծավալի աշխատանք ենք իրականացնում, խոսքը տրանսպորտային ոլորտում էական բարեփոխումներն են։ Ինչ նկատի ունեմ ասելով էական բարեփոխումներ, խոսքը առաջին հերթին մարզային միասնական երթուղիների ծրագրի հաջող ընթացքով է պայմանավորված։ Այս process-ը մենք սկսել ենք 2018-19 թվականներից, որոշ մարզերի, որոշ բնակավայրերում մենք այն հաջողությամբ իրականացել ենք, խոսքը օրինակ Արմավիրի մարզի Վաղարշապատ տարածաշրջանի մասին է, նաև թույլ կտամ ասել, որ Կոտայքի մարզում է մոդելը հաջողությամբ իրականացվում, բայց դրան զուգահեռ ունենք տարբեր հատվածներ, որտեղ այո մրցույթային գործընթացներին հաջորդում են դատական process-ներ, որոնք դժվարեցնում են մեր աշխատանքը։ Այդպիսի խնդիրներ մի քանի մարզերում կան, հուսով եմ, որ դրանք կհաղթահարվեն առաջիկա ժամանակ, չնայած արդեն տեղեր ունենք, որտեղ 5-6 տարի դատական process-ներ են իրականացվում։ Այս ռեֆորմը որոշ հայացքից գուցե ցավոտ է, որովհետև որոշ տեղերում լավ սպասարկում է, ենթադրում է նաև սակագնի որոշակի վերանայումներ եւ վերջին ընթացքում դուք տարբեր բնակավայրերում այս խնդրին ականատես եք եղել, ես կուզեմ առիթը օգտագործել եւ ներկայացնել հարցի էությունը։ Հանրապետության բազմաթիվ բնակավայրեր կտրված է իրենց կապը եւ մարզկենտրոնից եւ մայրաքաղաք Երևանից, բայց կան որոշակի հատվածներ, որոնք Երևանամերձ են եւ ավանդաբար այնտեղ սպասարկել են Երևան քաղաքի տրանսպորտային միջոցները։ Բարեփոխման արդյունքում ցանկացած բնակավայր, անկախ նրանից ինքը Երևանին մոտ է թե չէ, մարզկենտրոնին մոտ է թե չէ, հավասար հնարավորություն է ունենում օգտվել մարզկենտրոն տվյալ բնակավայր եւ Երևան տվյալ բնակավայր կամ մարզկենտրոն տվյալ բնակավայր Երևան երթուղուց, ինչը մեծ մասով իհարկե դրական է, բայց որոշ հատվածներում այնտեղ, որտեղ սակագնի որոշակի փոփոխություններ է բերում, առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը։ Ես կուզեմ, որ մենք այս բարեփոխումը դիտարկենք ոչ թե 2, 3, 4 բնակավայրի համար, այլ դիտարկենք հանրապետության համար եւ ֆիքսենք, որ նախքան ուրեմն միասնական երթուղային ցանցի գործարկումը բազմաթիվ բնակավայրեր կապ չեն ունեցել մայրաքաղաքի եւ մարզկենտրոնի հետ, իսկ հիմա մենք հետեւողականորեն գնում ենք այս հարցի լուծման ուղղությամբ եւ նաեւ խնդրում ենք, որ քաղաքացիները աջակցեն մեզ բարեփոխման իրականացման մասով եւ ըմբռնումով մոտենան որոշակի անհարմարություններին եւ փոփոխություններին, որոնք սակայն ունեն իրենց ուրեմն պատճառները եւ առանց դրանց հնարավոր չի ունենալ լավ երթուղային ցանց, ինչին մենք ձգտում ենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։